Ջեյդի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը, իր Համալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահի մամուլի խոսնակը։ Նախագահ Ալիևը եւ փոխնախագահ Վենսը քննարկել են Թրամփի Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան, փոխանցել է փոխնախագահի խոսնակը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել ինչ արձագանք է եղել Ադրբեջանից եւ կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել իր հարաբերությունները եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, այսօր հայտարարել է Կրեմլը Միացյալ Նահանգների փոխնախագահի Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցից հետո։ Անդրադառնալով միջուկային ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնք կարող են ճանապարհ հարթել ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցելու համար, Պուտինի խոսնակը կրկնել է, որպես այս ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիր, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին։ Ռուսաստանը կարող է ապահովել ավելի լավ որակ առաջիկա տարիների ընթացքում ավելի ցածր գնով, պնդել է Դմիտրի Պեսկովը։ Երևանը դեռ պաշտոնապես չի հայտարարել, որ երկրին է նախապատվություն տալու նոր կայանի նախագծման եւ կառուցման հարցում։ Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է եւ բանակցությունների առարկա չէ, այսօր հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ Նախագահ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Թեհրանը տեղի չի տա միջուկային ծրագրի վերաբերյալ անընդունելի պահանջներին, միաժամանակ պնդել, թե Իրանը պատրաստ է համաձայնել միջուկային ծրագրի ցանկացած ստուգման։ Անցած շաբաթ Թեհրանն ու Վաշինգտոնը վերսկսեցին բանակցությունները Օմանի միջնորդությամբ, առաջին անգամ հանդիպելով անցած տարվա հունիսի 12-օրյա պատերազմից հետո, երբ Իսրայելն ու Ամերիկան թիրախավորեցին Իրանի միջուկային օբյեկտները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը արդարադատության նախարարը նշանակել Աքին Գյուրլեքին, ով մինչ այդ Ստամբուլի գլխավոր դատախազն էր։ Ընդդիմությունը խստորեն քննադատել է որոշումը, փաստելով, որ Գյուրլեքն անցած ամիսներին զանգվածային արշավ էր սկսել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության Ժողովրդահանրապետականի դեմ։ Հենց նրա պաշտոնավարման ընթացքում էր ձերբակալվել Ստամբուլի քաղաքապետ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Էքրեմ Իմամօղլուն։ Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային առաջիկա 2 տարում 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը, 30 միլիարդը Կիևը կստանա որպես մակրոֆինանսական օգնություն, 60 միլիարդը կհատկացվի պաշտպանական կարողությունների հզորացմանը, որպեսզի երկիրը դիմակայի ռուսական ագրեսիային։ Ընդ որում, այս գումարով զենք գնելիս Ուկրաինան պետք է նախապատվությունը տա տեղական արտադրողներին, Եվրամիության, Եվրոպական տնտեսական գոտու եւ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի մատակարարներին, հայտարարել է Եվրոպական խորհրդարանը։